Էդգար ջան, գոհ ես ընտրապայքարից։ Դե չգիտեմ գոհ եմ թե չէ, բայց հաստատ էս ընտրապայքարը շատ է տարբերվում նախորդ ընտրապայքարներից։ Դեպի լավը թե դեպի վատը։ Տարբեր առումներով։ Ընդհանուր գնահատական չեմ կարող տալ, բայց ակնհայտ է, որ աղմուկը շատ է։ Աղմուկը դրսից եւ աղմուկը ներսից նկատի ունեմ շատ մեծ ուշադրություն կա ընդհանրապես էլի տարբեր խաղացողների կողմից մեր ընտրությունների նկատմամբ ըստ էության սա ցույց է տալիս որ այս ընտրությունները կարևորագույն ընտրություններ են եւ մենք խոսել ենք էլի դրա մասին ըստ էության կարելի ասել նույնիսկ ընտրություններ էլ դասական առումով չեն այլ ավելի շատ հանրակրվե են։ Դե առաջի անգամն է Հայաստանի երևի պատմության մեջ, որ ընտրություններով որոշվում է Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղությունը։ Հա, մինչև հիմա ընտրությունների ժամանակ ասենք հա կարող է որոշ ուժեր են եղել, որոնք ընկալվել են մի քիչ ավելի ռուսամետ կամ մի քիչ ավելի արևմտամետ, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի տեղը աշխարհում քննարկման առարկա չի եղել։ Գուցե չգիտեմ 1990 թվականի ընտրությունների ժամանակ երբ դեռ Հայաստանը անկախ պետություն չէր, այլ հայկական ԽՍՀ էր, մեկ էլ երևի այդ ժամանակ կարելի է դրա հետ երևի համեմատել, չգիտեմ։ Հա, բայց մեկ այն ժամանակ մթնոլորտը մի քիչ ուրիշ էր, չգիտեմ, հիմա ասենք ակնհայտ բան կա, էլի, այն ժամանակ ախր թուլացած էր խորհրդային միությունը, չէ։ Հայ արդեն ոնց որ փլուզվելու վրա էր։ Բայց մարդիկ չգիտեին դրա, կարող է հիմա էլ Ռուսաստանն էլ է փլուզվելու վրա, ուղղակի մենք չգիտենք դրա մասին։ Հա, բայց մի նյուանս կա։ Այն ժամանակ ամեն դեպքում տենց մեծ արշավ Հայաստանի այդ անկախության դեմ ոնց որ չկար։ Հա, փորձեր արվեցին, չէ։ Սանձելի վատ բաներ կային, ասենք այդ բանի կայարանի դեպքերը կային, երբ որ 30 հոգի զոհվեց, բայց հա ես հասկանում եմ դու ինչ նկատում ես, ամեն դեպքում հիմա դրի ուրիշ իրավիճակ է, այն իմաստով, որ կա, այսպես ասած, Ռուսաստան որպես խաղացող, կա Եվրոպա որպես խաղացող, կա ԱՄՆ որպես խաղացող, ու փաստորեն բոլորը բախվում են այս Հայաստանի շուրջ, ասես աշխարհաքաղաքական բախում ա տեղ։ Իսկ այն ժամանակ այդ աշխարհաքաղաքական բանը չկար հակառակներ ըստ էության, չէ։ Գորբաչովյան խորհրդային միությունը արևմուտքի հետ, այսպես ընդհանուր ինչ որ միած sense դիսկուրս էին ձևավորել, որ հեսա մենք տանում ենք դեպի, չգիտեմ, ավելի կայուն խաղաղ աշխարհի, որ վերանում են այդ բևեռները, չէ։ Հիմա ոնց որ դրա հակառակն է եւ հա, աստորեն ստացվում է, որ Հայաստանը կարևոր է այս առումով։ Այդ իմաստով շատ հետաքրքիր է, որտեղ որ նայում ես օրինակ, ոնց որ մի քանի sense ընտրություններ եղան, չէ, իրար հետևից, որտեղ այդ աշխարհաքաղաքական բախումը տեղի ունենում, Մոլդովայի ընտրությունները անցած աշնանը, հետո Հունգարիայի ընտրությունները այս գարնանը, եւ հիմա Հայաստանի ընտրություններն են, եւ ոնց որ այս երեքը նույն շարքի մեջ են ընկալվում միջազգային լրատվամիջոցների, փորձագետների, քաղաքական գործիչների կողմից, ոչ միայն մեր։ Իրականում մեր հասարակությունը դա էլ է հետաքրքիր, որ մեր հասարակությունը կամ մի մասը գոնե մեր հասարակությունը նույնիսկ տեղյակ էլ չի, որ այսպիսի լուրջ պայքար է ընթանում մեր ընտրությունների շուրջ։ Կա այդպիսի բան։ Ու շատերը sense զուտ ընկալում են, որ ասենք, չգիտեմ, Նիկոլ, ոչ Նիկոլ, Քոչարյան, Սամվել Կարապետյան, շուտ անձերի պայքար է ընթանում, չեն էլ խորանում, որ իրականում շատ լուրջ աշխարհաքաղաքական պայքար է։ Ես Վարշավայում կոնֆերանսիայի մասնակցում ու բոլորը խոսում էին մեր ընտրություններից։ Չնայած թեման, ասենք, միայն Հայաստանը չէր, էլի Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, հա, հիբրիդային հարձակումների էր նվիրված եւ բայց բոլորի ուշադրությունը Հայաստանն էր ու բնականաբար հասկանալի է, որ իրենց հետաքրքրվածությունը տարբերվում է, ասենք, Ռուսաստանից եկող, հա, սիգնալներից եւ պարզ է, որ կա արևմուտքի կողմից շատ գրվածություն, որ ժողովրդավարական ճանապարհը շարունակվի, խաղաղության օրակարգը ինստիտուցիոնալիզացվի այս ընտրությունների արդյունքում, որ հանկարծ այնպես չստացվի, որ Հայաստանը նորից ընկնի Ռուսաստանի գերիշխանության տակ, եւ ըստ էության դա նշանակելու է սուվերենիտետի կորուստ այս հակամարտության պայմաններում, այս աշխարհաքաղաքական, այսպես ասած, վայրիվերումների պայմաններում, էլի ուրիշ տարբերակ չկա այստեղ, ասենք, էլի։ Եվ բայց ինչն է ուզում ասել, հա, այս հետաքրքրվածության, բայց կա ուղղակի մենք տեսնում ենք միջամտություն։ Հիմա լսել ես, որ պրոռուսական ուժերը ասում են, որ արևմուտքն է միջամտում,
Բայց արևմուտքի չան ասում, արևմուտքը ասում է, ժողովուրդ, ես կողմ եմ, որ լավ դեմոկրատական ընտրություններ լինեն եւ Հայաստանը արդյունքում չշեղվի իր ворթեգրած կուրսից։ Դեմոկրատական բարեփոխումներից, խաղաղության օրակարգից եւ այլն եւ մենք այստեղ հետեւում ենք, կարիք ունենք ինչ որ բանի աջակցության, օրինակ ինֆորմացիոն, դեզինֆորմացիոն հարձակումներ են իրականացնում, հա? Մեր վրա են այդ դեզինֆորմացիոն հարձակումները եղել, հիմա ձեր վրա են։ Մենք ունենք փորձ, կարող ենք կիսվել։ Հայաստանը, այո, խնդրել է, ասել է, որ մենք աջակցության կարիք ունենք եւ մենք ունենք եվրոպական նոր առաքելություն, որը իմիջիայց միայն ընտրություն, միայն ընտրական փուլի համար չի, դա երկարաժամկետ է, այսինքն ընդհանուր առմամբ այդ առաքելությունը օգնելու է մեզ մեր դիմակայունությունը, այսպես ասած, բարձրացնել։ Որը շատ լավ է, որտեղ ինձ թվում է առանց այդ առաքելության իհարկե մենք չգիտեմ կդիմանայինք թե չէ այդ հիբրիդային միջամտությանը, որը եկեք բարձ ընդունենք Ռուսաստանի հիբրիդային միջամտությունը, ինձ թվում է ինքը շատ վաղուց կար ու ինքը օրինակ շատ բաներ որ տեղի ունեցան Հայաստանում, ասենք 20-21 թվականներին նույնիսկ պատերազմի ժամանակ, պատերազմից հետո կամ հետագա թվականներին դրանով է բացատրվում։ Օրինակ ինչի է այսպես խիստ պառակտում եղավ էլի Հայաստանը։ Մասամբ իհարկե դա ներքին պատճառներով էր բացատրվում, բայց ինչի sense միանգամից բոլորը սկսեցին իրար մեղադրել, թե դուք եք դավաճան, չէ դուք եք դավաճան, դուք հանձնեցիք հողերը, չէ դուք հանձնեցիք, որտեվ բարձա, հա, միշտ էլ պարտության բարագայում նման մեղադրանքներ հնչում են, միշտ ինչ-որ մեղավոր են փորձում փնտրել, գտնել ու նաև շատ դեպքեր կան ընդհանուր մինչև ասենք պատմության մեջ, երբ որ ազգային աստագրական շարժումը հետո վերածվել է քաղաքացիական պատերազմի, երբ որ իրենց նպատակի չեն հասել, օրինակ Հունաստանը, երբ որ Ավստրիան բերա Թուրքիայի դեմ, ու անկախ Հունաստան պետություն է ստեղծվել, հետո եղել է քաղաքացիական պատերազմ այնտեղ։ Նույնը եղել է Իռլանդիայում, երբ որ Իռլանդիան անկախացավ Բրիտանիայից, այնտեղ մի կողմը մյուսին մեղադրեց, որ դուք հանձնել եք, այդ Հյուսիսային Իռլանդիան հանձնել եք եւ լիակատար անկախություն չեք ստացել, որտեղ Իռլանդիան որոշ ժամանակ ընդունում էր բրիտանական թագավորի գերակայությունը, դե ֆակտո անկախ էր, բայց դե յուրե այնպես լրիվ անկախ չէր ու դրա համար այնտեղ քաղաքացիական պատերազմ սկսվեց ու այդ իռլանդական ազատամարտիկները, ովքեր մինչև այդ պայքարում էին բրիտանացիների դեմ, սկսեցին իրար դեմ կռվել, հա, բայց այսինքն այդ նկարագրված երևույթ է, բայց մեզ մոտ ինձ թվում է նաև դրան շատ նպաստեց այդ հիբրիդային միջամտությունը, որտեղ հենց այդ հիբրիդային միջամտության հիմնական իմաստը որն է, որ պառակտվի հասարակությունը, հա, որ իրար դեմ հանեն, որպեսզի թուլանա այդ հասարակության դիմադրության ներուժը։ Ու հիմա մենք այդ նույն բանն ենք տեսնում, հա, երբ որ հայտնվում է տեսանյութ, երբ որ ինչ-որ մարդիկ այնց ահաբեկիչների տեսքով, զենքերով սպառնում են ինչ-որ մի քաղաքական գործի, հա, ու Ղարաբաղյան բարբառով այդ ամեն ինչը տեղի ունենում, շատ հստակ երևում է, որ դա ուղղված է պառակտելուն մեր հասարակությունը, որտեղ բնականաբար դա այն մյուս կողմից էլ առաջացնում է sense բուրըն ռեակցիա, այդ բուրըն ռեակցիան էլի այս կողմից բուրըն ռեակցիա առաջացնում ու էլի սկսում են իրար մեղադրել, որ դուք տվեցիք հողերը, չէ, դուք տվեցիք, ինչու դուք չզոհվեցիք, չէ, դուք պետք է զոհվեիք եւ այլն եւ այլն։ Այսինքն եթե նույնիսկ այդ դրվագը իրականում ահաբեկչության նախապատրաստություն չի, իրականում իրենք կարող են ընդհանրապես ահաբեկիչներ չեն, դե կպարզվի հետագայում, հա, հուսով եմ կլինեն, էլի։ Դե ինձ թվում է նրանք ամեն դեպքում ահաբեկի չեն, որովհետև արդեն բռնության սպառնալիքը դա արդեն ահաբեկչություն է։ Չէ, հասկանում եմ, բայց ես նկատի ունեմ, որ միգուցե իրանք fake ահաբեկիչներ են։ Իրենց ահաբեկումը ինֆորմացիոն ահաբեկում է, ոչ թե իրականում իրենք նախապատրաստում են Այսինքն այդ զենքերը իրական չեն, այդ մարտիկները իրականում ոչ մի բանկին չեն պատրաստում, ոչ մի հնարավոր է որ այդպեսի բան։ Ուղղակի դերասաններ են, որոնց փող են տվել, բայց ամեն դեպքում դա էլի ահաբեկչություն է։ Իհարկե, դա առնվազն ուրեմն, այսինքն դա ներխուժում է ներքին գործերի բնականաբար, եթե դա արվում է դրսի կողմից, ինչի հավանականությունը բավականին մեծ է, իմանալով, ասենք, հիբրիդային հարձակումների այդ գործիքակազմը, այդ ձեռագիրը եւ այլն, ու այստեղ այո, շատ ճիշտ նշեցիք, որ պառակտում առաջացնելու համար է, այսինքն նման բանը թշնամանք է առաջացնում, այսինքն իսկ թշնամանքը շատ լավ գործիք է արտաքին ուժերի համար, որովհետեւ դու կառավարես այդ երկիրը, չէ՞։ Ահա։ Հիմա օգտագործես վախերը, օգտագործես կոնֆլիկտները, ուշադրությունը գնում է դրա վրա, մարդիկ ավելի սենսիտիվ, էմոցիոնալ են դառնում, չէ՞։ Սկսում են չվստահել մեկը մյուսին, դա էլի որ պետք է իրենց։
Եվ այդ առումով, այո, ինքը այդ տեսակ առնվազն, այսինքն այսպես ձևակերպեմ, էլի, առնվազն ինֆորմացիոն դիվերսիա էր դա։ Ինֆորմացիոն հարցեր։ Եվ ինձ թվում է սա այն փոքրաթիվ դեպքերից էր, երբ որ դա հաջողված էր ցավոք սրտի, որտեվ հիմնականում այսպեսի ես նկատել եմ միտում, որ չեմ MC տպավորությունն որ այդ քանի որ հիմա ասեն ենք որ Ռուսաստանի մասին է խոսքը գնում, իհարկե ապացույցներ հստակ չունենք, բայց ինձ թվում է կարող ենք համաձայնել, որ մեր փորձագիտական կարծիքն է, որ հավանաբար դիվերսիան Ռուսաստանից է գալիս։ Մեծ հավանականություն։ Ու միշտ չի որ հաջողվում է նրանց մոտ, դա որտեղ շատ հաճախ զգում ես, որ այդ մարդիկ մի քիչ չեն պատկերացնում Հայաստանում մարդկանց հոգեբանությունը, մտածողությունը, ասենք ինչ որ բաներ են ասում, որ sense absurd է, էլի ոնց որ լավ է, ինչ էր, բայց էսա այն դեպքն է, որ ցավոք սրտի իրենք կարողացան այդ ցավոտ կետին կպնել եւ օրինակ քաղաքացիական պայմանագրի եւ Փաշինյանի ռեակցիաներ, տենց երևաց, որ նրանց ոնց որ այդ նյարդին կպան, հետո էլ բնականաբար նրանց ուրեմն հակառակորդները սան ռեակցիա տվեցին եւ ինձ թվում է նրանց հաջողվեց մի քիչ խախտել այն դրական մթնոլորտը, որը ընտրապայքարի սկզբում կար, որտեղ առաջին օրերին Քարոզարշավի, հա, դե քաղաքացիական պայմանագիրը խաղաղություն, սրտիկներ եւ այլն, շատ կարևոր բան է։ Ոնց որ այդ բանով էր, ու հիմնական էլի կային ինչ որ իրար ձեռ առնել, բայց էլի բավական sense մի քիչ sense բարի եւ sense անմեղ ձեռ առնոց էր, որ այ հաղթարշավ բառը չեք կարողանում ասել, չէ, ասենք հաղթարշավ, ասենք շատ բարի էր այդ ամեն ինչը, ու ինձ թվում է դա խոսում է նրա մասին, որ դա հայաստանյան մթնոլորտ է։ Իսկ այս բռնության սպառնալիքը, այս չարությունը, այս իրան հանդեպ ատելությունը ինքը հստակ ոնց որ դրսից եկած է։ Ես հիմա իմաստով չեմ ասում, որ հայերը այդպես հրեշտակներ են, բայց այնուամենայնիվ մեր հասարակության մեջ որոշակի համերաշխության աստիճան կա, որ որոշակի կարմիր գծեր ընդունված չի անցնել։ Իսկ այսպեսի ահաբեկչությունը կամ ահաբեկչության սպառնալիքը ինքը սովորաբար վկայում է նրա մասին, որ սա դրսից ինչ-որ sense ներդրված մի հատ երևույթ է։ Այո, եւ քաղաքացիական պայմանագիրը, օրինակ ես նկատել եմ, որ իրենք շեշտը դրել են իրենց Քարոզարշավի վրա, ի սկզբանե։ Հիմա դա, այո, փաստորեն այդ շեշտադրման խաթարումներ պոզիտիվ օրակարգի վրա են շեշտը դրել։ Ցույց տալ թե ինչ ավելի լավ կարող է լինել, ինչ արդեն որքան ավելի լավ է կյանքը, հա, եթե զուտ քաղ տեխնոլոգիայի տեսակետից նայենք, էլի։ Կան լուրջ ձեռքբերումներ, մենք կենտրոնանում ենք այդ ձեռքբերումների վրա, ասում ենք, որ այդ ձեռքբերումները հիմք են ստեղծվել, որպեսզի վաղը շատ ավելի պայծառ, այսպես ասած, հա, մեզ ապագա սպասվի, էլի, այդպես։ Եվ դա իմիջիալոց բավականին կարևոր ու շատ աշխատող նաև տեխնոլոգիա է, որովհետև ինքը հիմնված է նաև իրականության վրա։ Այսինքն, երբ որ չկան փաստեր, որոնք հիմնավորում են, հա, այդ քո ասածը շատ արեստական է դա, էլի։ Բայց այս դեպքում կարծում եմ, որ այստեղ արեստականություն չկա։ Օրինակ դրա համար ինձ թվում է մի քիչ շահմատությունը գուցե տեղին չի, բայց Ամերիկայում դեմոկրատները պարտվեցին Թրամփին երկու անգամ, որտեղ իրանք ոնց որ տենց պոզիտիվ բաների մասին էին խոսում, բայց մարդկանց մեծ մասը այդ պոզիտիվը չէր տեսնում։ Այսինքն օրինակ եւ Հիլարի Քլինտոնը եւ բանը Քամալա Հարիսը իրանց մեսեջը ինչ էր։ Ասում են դե ամեն ինչ լավ է, ժողովուրդ ջան, դե նորմալ ապրում ենք, բան, հա, ինչ որ խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ օքեյ է, բայց մարդկանց մեծ մասը դժգոհ էր ինչ որ բաներից։ Ու այդ ֆոնին Թրամփի այսպես այդ ինքնից հախուռն եւ ոչ միշտ տրամաբանական, բայց այսպես չար քարոզչությունը ինքը աշխատեց, որտեղ մարդիկ դժգոհ էին լիքը բաներից, ու այդ դժգոհությունը sense Թրամփը կարողացավ իր շուրջը հավաքել։ Բայց մեր պարագայում իսկ մայլի կա դժգոհություն, բարձր կա ինչ-որ հատված, որը դժգոհ է, կա ինչ-որ հատված, որը sense ահա որ ատելով ատում է ներկա իշխանությանը, բայց միևնույն ժամանակ կա մարդկանց գալի քանակ, ովքեր իրենց կյանքում ակնհայտորեն զգացել են դրական փոփոխություն։ Դա եւ ասենք, չգիտեմ, ոչ Երևանից դուրս ապրող մարդիկ են ու մոտ ասենք չեմ իրենց գյուղում ճանապարհ չկար, հիմա կա եւ չգիտեմ սահմանամերձ շրջանի բնակիչներն են ու առաջ կրակում էին, հիմա չեն կրակում, չգիտեմ մարդիկ են ովքեր առաջ Եվրոպա գնալու համար պետք է 500 եվրո վճարեին ինքնաթիռի տոմսի, արդեն եթե միջին խավի մասին ենք խոսում, հիմա Wizz-Air-ով կարող են չեմ 70 եվրոյով թռնել, հա, այսինքն մարդիկ կան, ովքեր ռեալ փոփոխություն, այդ չեմ ասում, ասենք թոշակառուները, որ հիմա առողջապահությունը ըստեյության անվճար է դարձել նրանց համար։ Այսինքն կան իրոք այդ ձեռքբերումները, հիմա քարոզչություն չեն կանում։
Դե հա Գուցե ասենք դա եղել է նրա շնորհիվ, որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա ու Հայաստան փող մտավ, օրինակ։ Հիմա ուղղակի արձանագրում ենք փաստերը, այսինքն փոփոխությունները, հա։ Թե ինչի շնորհիվ է, դե դնում ենք մի կողմ դեռևս։ Եվ հիմա ըստ էության իմ կարծիքով, տեսնելով նաև, որ այդ պոզիտիվ օրակարգը բավականին ազդեցիկ է ու հաջողության է հասնում, եւ իսկապես հասարակության շատ լայն զանգվածներ այդ ամեն ինչը տեսնում են, գնահատում են, ավելի այդպես բան մթնոլորտ է ստեղծվում, պոզիտիվ մթնոլորտ է ստեղծվում, ոգևորում է մարդկանց, հա, այդ համերաշխության մի քիչ նաև զգացողությունն է շատերի մոտ էլի խորանում, երևի փորձում են կանգնեցնել այդ գործընթացը։ Հասկանալով, որ այս ամեն ինչը վերջի վերջո տանելու է այնպիսի արդյունքների, որը իրենց ձեռնտու չէ։ Բայց օրինակ մարդիկ կան, որ ասում են այդ իշխանությունն է կազմում, այդ սադրանքը իրականում, ասենք, իշխանությունն է բեմադրել։ Հա, բայց այս հենց նոր քննարկում էինք, որ դա ընդհանրապես չի կարող ձեռնտու լինել իշխանություններին, որովհետև դու պոզիտիվ օրակարգ ես առաջ տանում, դու հենց քո ուզածը այնա որ դու ասես որ այ արդեն համերաշխություն որ մեր մոտ այդպիսի խնդիրներ չկան, մինչ էթնիկ խնդիրներ չկան, որ մենք կարողացել ենք լուծել Ղարաբաղից տեղահանված մարդկանց խնդիրները եւ ելի ենք լուծելու ու մեկ էլ դու սենց բան ես անում որ ասեն հա բա սենց ես լուծել չէ հիմա ասենց ոնց որ ասում է սատանայի փաստաբան լինեմ մի քիչ օրինակ կա մարդիկ կան այդ թվում քաղաքացիական հանրության հասարակության մեջ հա դες ովքեր ներկայանում են դեմոկրատական ծոր արժեքների կրող որպես բայց ասում են այ Փաշինյանը հենց Փաշինյանն է բևեռացնում հասարակությանը ինքն է բաժանում Ընդիշում եք սև ու սպիտակի բաժանը որ ասում են, ինձ դեմ արությունն են առաջինը ասել, բայց ամեն դեպքում որ այ Փաշինյանի մարտավարությունն է բաժանել, ասենք հայաստանցիների եւ ղարաբաղցիների, նախկինների եւ ներկաների ու դրա համար այդ ինքն է այդ ամեն ինչ անում։ Այդ մի քիչ անկեղծ եմ էլի ասում, չգիտեմ, իմ մոտ ասենք մի քիչ ծիծաղալի ես կառաջացնում դա, որովհետեւ կոնկրետ այս դեպքում այդ բևեռացումը, երբ որ ասում են, կամ ասենք այդ բաժանումը, հա, այդ բաժանումը եղել է կա օբյեկտիվ հիմունքների հիման վրա, եւ այդ բաժանումը հետեւյալն է։ Կան սուբյեկտներ, որոնք ասենք ժամանակին իսկապես խախտել են բոլոր տեսակի կանոնները, ուզուրպացրել են իշխանությունը, էքսպլուատացիային ենթարկել հասարակությանը եւ իրենք նաեւ անկախ չեն եղել, իրենք կախված են եղել ամբողջությամբ Կրեմլից։ Թույլ չեն տվել նորմալ զարգացում։ Հիմա այդ սուբյեկտները այսօր կան, դեռևս խաղի մեջ են, դա քաղաքական էլիտայի մասն է, այսինքն քաղաքական էլիտայի այդ մասը, այո, ինքը եթե այդպիսին է եղել, ու չես կարող չասել, որ դա, այսպես ասած, սև է, հա, այսինքն իրենք այն սուբյեկտներն, որոնք պետք է դուրս մնան նորմալ գործընթացներից, որովհետև իրենք նորմալ սուբյեկտ չեն, նորմալ գործընթացի համար, այսպես լավ ձևակերպել։ Հիմա դա հասարակությանը չի վերաբերում։ Հակառակը, այսինքն դու ասում ես, որ կա այդպիսի կեղծ վատ էլիտա, որը շահագործում է հասարակությանը, իսկ հասարակությունը այս առումով նու չասեմ միատարա, բայց կոնսոլիդացված է այդ վատ էլիտայի դեմ։ Քո թեզը միշտ այդ է եղել ու պետքա լինի, եթե դու նման օրակարգով ես առաջ գնում, չէ, որ մենք հաղթահարել ենք նախկին ռեժիմը, մենք, այսպես ասած, կառուցում ենք հիմա նոր ռեժիմ, բայց հին ռեժիմից կան էլեմենտներ, որոնք ցանկանում են խոչընդոտել այս process-ի։ Քո դու այս բային բացարձակ շահագրգռված չես, ընդհանրապես, էլի, այսինքն դա տրամաբանված չի, դա քեզ է հարվածելու։ Դու հակառակը պետք է ասես, որ հասարակությունը այս առումով իմ կողմից է, իսկ եթե դու բաժանում ես, ստացվում է, որ քո կողմից չի, այսինքն ուրեմն կան ինչ-որ հասարակության ինչ-որ շերտեր, հա, նույնիսկ էթնիկ կամ տեղային առանձնահատկություններով ելնելով, որ քո դեմ են, չէ, դա աբսուրդ է ուղղակի դες բանը ասելը։ Նրանք ովքեր դա ասում են, կարծում եմ, նու առնվազն չեն մի քիչ խորքային առումով վերլուծել, որ դա առաջի հերթին հենց հարվածում է Փաշինյանին, կահարվածի Փաշինյանին։ Ու ինձ թվում է, երբ որ ասենք օրինակ Փաշինյանը ԿՊ-ի մյուս անդամները մի քիչ այդպիսի ռետորաբանություն օգտագործում են, իրականում դա ավելի շատ
ոչ թե նրանք գիտակցաբար այդպես են անում, որպեսզի, ասենք, հասարակությունը բևեռացվի եւ այլն, այլ հակառակը, իրանք այդ բանին ենթարկվում են սադրանքի։ Այսինքն դա ոչ թե նրանց մտածված գործողությունն է, այլ հակառակը այդ նշանակում է, որ այդ բանին նրանց չհաջողվեց դիմադրել այդ սադրանքին, նրանք տրվեցին այդ սադրանքին ու ներքաշվեցին այդ կռվի մեջ, որը գուցե այդ բանին, ասենք, հասկանալի է, թե իրանք ինչի ներքաշվեցին, բայց ընդհանուր առմամբ դա իրենց չի օգնում, իմ կարծիքով դա իրենց ընդհակառակը խանգարում է, իրանք նոր ձայներ չեն ձեռք բերելու։ Հա, նրանց գուցե այն աջակիցները, ովքեր ամեն պարագայում, ասենք, քվեարկելու էին Փաշինյանին, էլի իրանք կքվեարկեն, բայց այն մարդիկ, ասենք, նոր երիտասարդությունը, չէ, որը օրինակ իրան շատ էր դուր գալիս Փաշինյանի TikTok-ը կամ Instagram-ը, որ Փաշինյանը, չնեմ, հարվածային գործիքներ է նվագում կամ Զենֆիրա լսում կամ պերաշկի է ուտում, նրանց դուր չի գա, երբ որ Փաշինյանը ասում է, ասենք, չգիտեմ, Ծառուկյանին կամ Քոչարյանին, ես ինչ ենք անել եւ այլն, դրա համար ինձ թվում է սա ավելի շատ հետևանք է, երբ որ այդպիսի հրետորաբանություն է օգտագործում, դա հետևանք է եւ դա իրականում մի բան է, որից իրենց շահերից ելնելով, ես թվում է ճիշտ կլինի նրանք խուսափեին։ Հա, դա ավելի շատ այնց էմոցիոնալ ռեակցիա է, այսինքն հաշվարկ այդտեղ չկա, հավանաբար, էլի։ Բայց էլ հետաքրքիր է, որ մեկ-մեկ ոնց որ քաղաքական հակառակորդները իրենց քաղաքական հակառակորդին գերագնահատում են, ու երբ որ այն մուսը, ասենք, ինչ-որ էմոցիոնալ ռեակցիա է ցույց տալիս, ասում են, ինքը հենց այդպես չասեց, այդ ինքը մտածված է անում, հատուկ է անում եւ այլն եւ այլն։ Բայց նաեւ ախր այդ էմոցիոնալ ռեակցիան ինչի՞ց է գալիս, էլի, հենց դրա մասին ենք խոսում, որ էմոցիոնալ ռեակցիան ավելի շատ գալիս է նրանից, որ փաստորեն դու տեսնում ես, որ ուզում են պարակտեն, ուզում են, այսինքն ինչ-որ խմբի ցավերը, հա, որոշակի թեկուզ ստերեոտիպները, որոնք որ կան կարող է այդ խմբում օգտագործել պարակտման համար, քաղաքական նպատակով, այսինքն դու դրանից ջղայնանում ես, դու իրականում ասում ես, չէ, մենք չպետք է պարակտված լինենք, մենք հակառակը հենց փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ կոնսենսուսը լինի հասարակության մեջ տարատեսակ հիմնարար խնդիրների վերաբերյալ, մնացած հարցերում իհարկե կարող կոնսենսուս չլինի եւ պետք է չի որ լինի, հա, որովհետև դեմոկրատիան, մրցակցությունը, բան այդ ամեն ինչը ոչ մեկ չի, էլի, այսպես ասած մոռանում եւ դրանք կարեւոր են։ Ես օրինակ շատ հաճախ երբ որ ասում են որ այ հասարակությունը պետք է միասնական լինի բան եւ այլն, մի քիչ ասում եմ լավ էլի, ասենք ինչի։ Հա, բայց որոշ հարցեր կան, որ իսկապես կոնսենսուսային մոտեցումը շատ կարեւոր է։ Հիմա այս պարագայում Ես մինչև լուսնի բաներին ասելիս, թվում է ճիշտ ես ասում, որ այդ արհեստական միասնությունը ինքը այդպես շուտ առասպելական մի հատ երևույթ է, որը չի կարող, ոնց կարող է լինել, ասենք, իմ եւ ինչ-որ մի հատ օլիգարխի միջև միասնություն սոցիալ-տնտեսական հարցերում, որտեղ շատ պարզ, ասենք, իմ շահերը պահանջում են, որ ինքը իր ասենք շահույթից ավելի շատ հարկ վճարի, որ այդ հարկը օգտագործվի սոցիալական ծրագրերով, որպեսզի ասենք իմ եւ իմ նման մարդիկ դրանից օգտվեն։ Իրա շահերը պահանջում են ինքը ավելի քիչ հարկ վճարի։ Իհարկե, եթե ինքը օրինակ Ամերիկայում, Եվրոպայում կան մարդիկ, ովքեր հարուստ են, բայց օրինակ սոցիալ-դեմոկրատների կողմնակից են, ու ասում են՝ լավ է, ես պատրաստ եմ իմ, ասենք, ունեցվածքի 50%-ը որպես հարկ վճարեմ, որպեսզի իմ քաղաքում լավ տրանսպորտ լինի, ու ես էլ ասենք ոչ թե իմ 1 միլիոն եվրոյանոց Mercedes-ով երթևեկեմ, այլ ասենք սովորական մետրոյով։ Բայց ցավոք սրտի եկեք ընդունենք, որ Հայաստանի, պես ասած, բուրժուազիան դեռ այդ գիտակցությանը չի հասել ու ընդհակառակը ամեն ինչ անում է, որպեսզի օրինակ քիչ հարկ վճարի, մեծ մասը, իհարկե շատ տարբեր մարդիկ կան եւ կան շատ տարբեր մտածողություն ունեցող մարդիկ այդ թվում այդ ունևոր խաղում, բայց հիմնական մասը այն նրանք, ովքեր երևում են, չէ, իրանք ոնց որ ավելի շատ ցենց բարեգործության գաղափարն են առաջ տանում, որ մենք բարեգործ ենք եւ այլն։ Կներեք, մեզ դες բարեգործությունը պետք չի, դուք հարկը վճարեք, մենք կորոշենք, որտեղ բարեգործությունը ինչ է, մեկը գալիս է, ասում է, ես ուզում եմ Հիսուսի արցան դնեմ այս սարի վրա։ Կներես, ես չեմ ուզում դու Հիսուսի արցան դնես այս սարի վրա, դու քո ունեցվածքի որոշակի տոկոսը վճարի բյուջեին, մենք բոլորս միասին կորոշենք Հիսուսի արցան եք դնում, թե Արամազդի, թե Անահիտ Աստվածուհու, թե ում։ Թե կարող է ասենք այնպես արցան չենք դնում, իսկ այդ փողը տալիս ենք օրինակ առողջության խնդիր ունեցող մարդկանց։ Հա, եւ այդ հարցերի վերաբերյալ միշտ էլ կլինեն բանավեճեր, միշտ էլ կլինեն տարբեր խմբեր եւ դա նորմալ է։
Եվ հենց դա է ըստ էության նաև քաղաքական պայքարի հիմնական Եվ ժողովրդավարությունը դա է։ Հա, բա մրցակցությունը այս բաների շուրջ է էլի լինում։ Բայց պահպանել սուվերենիտետը թե ժողովրդավարությունը թե չէ, կներեք, էլի այստեղ մրցակցության հարց չկա։ Ինչ հիմա մենք պետք է մրցենք այս թեմայով, այս է որ մի քիչ անորմալ է։ Ցավոք սրտի փաստորեն ստացվում է, որ այս ընտրությունները այդ հարցերի վերաբերյալ մրցակցության բան են պլացդարմ են դառնում։ Ու ինձ թվում է, այստեղ մենք էլի գալիս ենք այդ արտաքին միջամտության ընտրին, որտեղ ես չեմ պատկերացնում, որ հայաստանյան ինչ-որ մի հատ ուժ լինի, որը մաքուր հայաստանյան ծագում ունի, ասենք ոչ դրսից ֆինանսավորվում է, ոչ այդ մարդիկ ինչ-որ երկրորդ, երրորդ երկրի քաղաքացի են, ոչ իրենց բիզնեսները ինչ-որ երրորդ երկրում են, ու այդ մարդիկ ասեն, գիտեք, մեզ տենց պետք չի ինքնիշխանություն։ Կամ գիտեք, մեզ ասենք մենք պետք է ինչ-որ մի հատ երկրի թևի տակ մտնենք եւ վերջացնենք։ Չէ, շատ դժվար է դա պատկերացնել, հա, ու հասարակության մի շերտ խումբ էլի, այսինքն որտեղ մտածում է իրականում sense հիմա մենք քիչ կարող է sense արմատական բան եմ ասում, բայց որոշ քաղաքական ուժեր իրականում պետքա դեռպես օրենքով, պես ասած, օրենքը պետքա կիրառվեր, ու այդ ուժերին թույլ չտրվեր մասնակցել այս ընտրապայքարին։ Հիմա դա իդեալական աշխարհում եմ ասում, հա, հիմա իրական աշխարհում այնուամենայնիվ ինձ թվում է ճիշտ է, որ այդ ուժերին հա հնարավորություն են տվել մասնակցել ընտրապայքարին, որտեղ այլապես կարող է լինել բռնություն, կարող է լինեին հեղաշրջման փորձեր եւ այլն։ Սենց ավելի լավ է, որ այդ մարդիկ մասնակցեն ընտրություններին, հասկանան, որ իրանց ժողովրդի մեծ մասը չի ուզում, ու այդ հարցը փակվի։ Բայց ինչ-որ մի զարգացած ժողովրդավարական երկրում, եթե լինել ինչ-որ մի հատ քաղաքական ուժ, որի օրակարգն է վերացնել այս երկրի անկախությունը, ինձ թվում է այդ քաղաքական ուժին ուղղակի թույլ չեն տա մասնակցել ընտրություններին։ Առավել ևս, եթե բարձր այդ քաղաքական ուժը բառացիորեն ներկայացնում է ինչ-որ մեկ այլ երկիր։ Դե հա, հիմա տես ինչ մենք ունենք էլի։ Ամեն օր մենք լսում ենք տարատեսակ ընտրակաշառքի դեպքերի մասին։ Ամեն օր մի հատ նոր ինչ-որ кейս է լինում։ Ու կոնկրետ կապված են 1-2 կուսակցությունների հետ, որոնք հայտնի են, որ պրոռուսական կուսակցություններ են ըստ էության, եւ Պուտինն է ուղղակիորեն նաև իրենց պաշտպանում, չէ՞։ Եվ հիմա բացի այդ ընտրակաշառքի դեպքից, նախ օրինակ ինչ է նշանակում ընտրակաշառք։ Հա, հիմա իրանք ասում են դա մենք չենք, չէ՞, դա ընտրակաշառք չի, բայց ախր խոսակցությունից լսում ես, չէ՞, որ մարդիկ անօրինական ինչ-որ ճանապարհներով փորձում են շահագրգռել մարդկանց, չէ՞, արհեստական բաներով, նյութական շահագրգռվածություն են առաջացնում, որ մարդիկ գան եւ քվեարկեն կոնկրետ այդ ուժի օգտին։ Ակնհայտ է սա էլի։ Նյութական շահագրգռվածություն չկա, եթե նույնիսկ ասես չէ, դա ընտրակաշառք չի, դա ինչ որ դե ուզում օգնի այդ մարդուն կամ խոսքա տվել կամ չգիտեմ ուզում աշխատանքի բերի, հա, ինչ աշխատանք են այնտեղ կատարում։ Շտաբում ասում են, որ այդ բացահայտ հազարավոր մարդիկ շտաբում են աշխատում։ Հա, բայց այդ ամեն ինչը ոմանք ասում են, որ այդ բացահայտումները, գաղտնալսումները եւ այլն դա քաղաքական հակառակորդներին ճնշելու գործիք։ Դե բնականաբար իրանք դա պետք է ասեն, ուրիշ բան չունեն իրենք ասելու։ Ինչ եթե Բա հիմա ինչ փաստարկում ոնց պետք է իրանք պաշտպանվեն։ Ոնց ուրիշ կերպ ոնց պետք է իրանք պաշտպանվեն։ Պետք է ասեն, չէ, գիտեք ինչ մենք նման բաներով ենք զբաղվում։ Նյութապես շահագրգռում ենք մարդկանց, որ գան մեզ քվեարկեն, բարձրացնում չեն ասելու տես բան։ Մանավանդ որ չկա, չէ, այսինքն այդ այնպես չի արվում էլի, որ հենց ուղղակիորեն, հա, ուրեմն այ ստացել ենք իշխանության, ասում եմ ներողություն իշխանության։ Այդ դե դու սովորես որ իշխանությունն է, չէ՞, բաժանում ընտրակաշառք։ Կուսակցության դե հենց դա է դարքիր էլի, այսինքն այդքան բան կա, չէ՞, հետաքննողներ կան։ Այդքան ընդդիմություն կա, բան կա, հա, լսել ես մի անգամ, որ մեկը ասենք իշխանությունը ընտրակաշառք է բաժանում։ Հիմա Դե հենց նույն չէ, ընտրություն ասում են վարչական ռեսուրս, այսա կարե, բա հա, վարչական ռեսուրս են ասում, այդ մի քիչ ուրիշ բան է։ Հա։ Այդ էլ պետք է ձևակերպել այդ վարչական ռեսուրսը որն է, բայց որ ասեն, որ հենց ընտրակաշառք է ու հայտնաբերեն։ Դե դու հայտնաբերեք, հետաքրություններ արեք, ուժեղ բան ունեք, չէ, այսինքն տեղեկատվական ինչ որ շտաբեր ունեք, լրագրողներ ունեք եւ այլն։ Հա, հիմա կարող լսեն մի հատ ինչ-որ բան այդպես սարքեն, բայց այդ հա։ Դե ոչինչ թող։ Բայց փաստը չէ, որ միջև այս պահը ոչ մի նման
բացահայտում չկա։ Ահա։ Դե էդ էլ գիտես, ինչ կարող են ասել, դե կառավարությունը վերահսկում է ԱՊՀ համակարգին, դրա համար թույլ չեն տալիս, որ այդպեսի հավասարայտում։ Դուք այնքան գործիքներ ունեք, որ ոնց էլ է բանանի վերահսկի կգտնեիք էլի։ Հետո նախկինում մինչև 2018 թվական չէ, շատ ավելի այդպես մեծ աստիճան կար, այսպես ասած, կառավարության ճնշումների հասարակության վրա, բայց էլի հարյուրավոր դեպքեր էին, չէ, հայտնի դառնում, թե ոնց է իշխանությունը ընտրակաշարք բաժանել, ոնց է վարչական ռեսուրսները, եւ այդ ամենը բոլորը գիտեին, այդ ամենի մասին խոսում էին։ Այս շատ կարևոր բան է։ Միջազգային դիտորդները դրա մասին խոսում էին, ընդդիմությունը խոսում էր, քաղաքացիական հասարակությունը խոսում էր, ամենտեղ դա կա։ Հիմա մի քանի դեպքեր են գրանցվել, թվում ասենք այդ 4 ուսուցիչների դպրոցի տնօրենների մասին, որոնց Փաշինյանը ասեց գործից հեռացնելու ենք, ու ես տեսա շատ հետաքրքիր խոսակցություններ Facebook-ում, իմ վրացի ծանոթ փորձագետներից մեկը վրացեր են գրել էր դրա մասին, բայց դե Facebook-ը թարգմանում է, որ այս Փաշինյանը ինչ ուժեղ քաղաքական գործիչ է, այսինքն հայտարարություն արել, որ իր օգտին ու դպրոցի տնօրենները քարոզություն էին իրականացնում, ինքը ասեց, որ կհեռացնենք դրանց, ու հայերը մտել էին, որոշ ուրիշ հայ գործիչներ հասարակական մտել էին այդ վրացուն, համոզենում էին, որ չէ, Փաշինյանը շատ վատն է, դու չես հասկանում, վրացիներն էլ մտել էին, պաշտպանում էին Փաշինյանին, շատ հետաքրքիր խոսակցություններ։ Մի խոսքով, բայց ես ուրիշ բան նաև ասեմ, որ այդտեղ ինչ փաստարկ կա, հա, երբ որ ասում են, այ ինչի են կառավարությունը իրականում ճնշում է քաղաքական հակառակորդներին, դու շատ ճիշտ բան ասել, որ 1-2 ուժ է հիմնականում, չէ՞, այդ բացահայտումները կապված են 1-2 ուժերի հետ, օրինակ որոշ ուժեր, որոնք շատ sense վերջի բառերով քննադատում են կառավարությանը, չէ՞, որոնք նույնիսկ ակնհայտ է, որ մարդկային առումով այս մարդկանց եւ Փաշինյանի միջեւ շատ վատ հարաբերություններ, օրինակ Լուսավոր Հայաստանը կամ Հայազգային կոնգրեսը կամ չգիտեմ Հայկ Մարությանը, հա, իրարից զզվում են այս մարդիկ, ամբողջ Հայաստանը գիտի, որ այս մարդիկ իրարից զզվում են։ Առավելևս որ ժամանակին միասին են եղել, սովորաբար տենց ամենատոքսիկ հարաբերությունները այդտեղ ալնում, չէ՞, որ ժամանակին քաղաքական դաշնակից են եղել, հետո իրարից նեղացել են, կռվել են, իրարից զզվում են, Facebook-ում սա որ իրար հայհոյում են։ Ես ոչ մի հատ դեպք չեմ տեսել, որ օրինակ ՀԱԿ-ի կամ Լուսավոր Հայաստանի կամ Հայկ Մարությանի կողմնակիցներին մեղադրել են ընտրակաշառքի մեջ։ Այսինքն եթե սա քաղաքական հետապնդում է, եթե սա քաղաքական այլախոհներին հետապնդելու համար արվում, ոնց եղավ, որ ասենք Հայկ Մարությանին կամ ՀԱԿ-ին կամ ասենք Լուսավոր Հայաստանին ոչ ոք դրա մեջ չի մեղադրում։ Հա, հա։ Որտեղ այդ ուժերը ընդդիմություն են, ես կարող եմ իրենց հետ համոզեն չլինեմ, ու կարող է իրանք նույնիսկ ինչ որ հարցերում որոշ այդ ուժերից որոշները նույնիսկ կարող է օրինակ ռուսական օրակարգեր առաջ տալեն, բայց ամեն դեպքում դրանք մաֆիոզ կառույցներ չեն, դրանք քաղաքական կառույցներ են, հա, նրանք քաղաքական մեթոդներով են պայքարում, բայց կան քաղաքական ուժերի անվան տակ հանդես եկող որոշ կազմակերպություններ, որոնք ըստ էության մաֆիոզ կազմակերպություններ են։ Դե հա, իսկապես ու ուրիշ բան էլ կա, որ կան նաև ուժեր, որոնք, օքեյ, կան ռուսամետ ուժեր, բայց կան որոշակի ուժեր, որոնք այդ ուղղակի այդ մարդկանց ղեկավարները ուղղակի Ռուսաստանի քաղաքացի են բառասի իմաստով, հա, եւ ասենք Սամվել Կարապետյանի հետ այդ երկու շատ կարևոր բացահայտում եղավ, չէ՞, ասենք մեկը Սամվել Կարապետյանի հետ կապված, որ բարձվեց, որ ուրեմն նա FSB-ի հետ կապ ունի, ու ինքը ըստ էության, երբ որ առաջի անգամ այդ հարցը իրան տվեցին, ինքը չհերքեց, չէ, ասեց ծիծաղե, ասի դուք FSB աշխատակից եք, ինքը ծիծաղեց, հետո հարցը կրկնեց լրագրողը, ասեց շանտեղ մի դիր։ Շանտեղ մի դիրը չի նշանակում ոչ ես աշխատակից չեմ։ Հետո երասին բանն է, Փաշինյանն է FSB-ի աշխատող։ Հա, այդ կարող է նշանակում, ասենք, հա, դե FSB-ի աշխատակից եմ, բայց դե շանտեղ մի դիր։ Կամ հետո իհարկե հերքեցին, արդեն ինձ թվում է իրավաբանները ասեցին, որ չի կարելի, sense թե չկարողա դատվես եւ այլն։ Ու մյուս հետաքրքիր բացահայտումը, որ բարձրացավ, որ Նարեկ Կարապետյանը, նա, որը հանդես է գալիս որպես Հայաստանի քաղաքացի, ռուսական կայքում գտա տվյալ, որ նա Ռուսաստանի քաղաքացի է, որից հետո այդ կայքը անհասանելի էր մի օր, եւ մյուս օրը այդ նույն տվյալը արդեն փոխված էր։ Հա, ու երևում է, որ այդ օրն է փոխվել, նոր է փոխվել։ Երևում է, որ այդ օրն է փոխվել, ու մի հատ էլ դրանից հետո Գալուզինը, արտաքին գործերի փոխնախարար Ռուսաստանի, հայտարարում է, որ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի չի։ Եղբայր ինչ գործ ունես այդ հայտարարությունը, ասենք ներքին գործերի նախարարությունը չի, միգրացիոն ծառայությունը չի, կամ ինչի պիտի Ռուսաստանի փոխարտ գործ արտաքին քաղաքականության հարցը իրանց համար։
Այսինքն Հայաստանի ներքին ընտրությունները ու այնտեղ ադմինիստրատիվ խնդիրները, հա, այս մարդը իրավունք ունի մասնակցելու թե չունի, չէ, բայց ըստ էության դրա հետ է կապված դա, այդ քաղաքացիության Իհարկե, Փաստորեն դառնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հարց, հասկանում ես։ Կամ ասում են ինսայդերը, հետո ասում են մենք կապ չունենք Հայաստանի ընտրությունների, չենք մենք կապ չունենք, բայց մեր արտաքին գործերի ով էր Զախարովան էր թե ով էր, հերքում է ուրեմն ինսայդերի տեղեկությունները, չէ, ինսայդերը, որը ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցը մեծ նյութեր հրապարակեց, երևի չնայած ամբողջ Հայաստանը գիտի, բայց ամեն դեպքում ասենք, հա, որ մեծ նյութեր հրապարակե Հայաստանում ռուսական գաղտնի ծառայությունների ներկայացուցիչների մասին, թե հայ քաղաքական գործիչներից ովքեր են դրանց հետ կապված եւ այլն եւ այլն։ Ու ռուսական պետական պաշտոնյաները հերքում են այդ նյութը։ Դուք ի՞նչ կապ ունեք։ Ասենք ինչի եք դուք։ Եթե այդպես սուտ նյութեր, ասենք դե թողեք գնա, չէ, բայց ասենք չէ, ընկել են, հերքում են եւ այլն եւ այլն։ Եվ մեծ կամպանիա են անում, հերքելու կամպանիա են անում, հենց այնպես չեն հերքում ուղղակի։ Այդ բլոգերներ, պրոպագանդիստներ ամբողջը դրա մասին են խոսում, չէ, եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ իրենք ուղղակիորեն ներգրաված են այս ամեն ինչում։ Դա իսկապես միջամտություն է, սա հանակ բան չէ։ Ու կարծում եմ, որ Կրեմլը այս առումով իսկապես փորձում է այս ընտրությունները օգտագործել որպես Հայաստանի ժողովրդավարությանը վնասելու մի կարևորագույն առիթ, տեսնելով, որ այլ տարբերակներով չի ստացվում, ասում են դե լավ, իրենց մոտ ընտրություններ կան, այդ ընտրությունները իսկական ընտրություններ են, այս շատ կարևոր է, որտեղ այդպես չլիներ, այդքան բան չէին ներդնի իրանք։ Եթե կեղծ ընտրություններ լիներ։ Իրենք գիտեն, որ իսկական ընտրություններ է, որ ընտրությունները չեն կեղծվելու։ Ու իրենք ասում են, ահա, եթե սա իսկական ընտրությունն է, ընտրությունները չեն կեղծվելու, այսինքն հնարավոր է մարդկանց համոզել, փաստորեն, որ ինչ որ մեկը գնա եւ հարաբերական թեկուզ մեծամասնություն ստանա, չէ՞։ Այսինքն մարդկանց մի հատվածի դու համոզում ես, այդ մարդիկ ուղղակի գնում քվեարկում են ու դու քո խնդիրը լուծում ես փաստորեն։ Ինչ անել ուրեմն պետք է ազդել ընտրական գործընթացի վրա, շատ բարձ է։ Ուրեմն պետք է այնպես անել, որ տարատեսակ օրինական միջոցներով ապահովել ռուսական ուժերի հաջողությունը։ Պլան մաքսիմում իհարկե, որ հա, իրենք կոալիցիա ձևավորեն, մտնեն խորհրդարան, կոալիցիա ձևավորեն, միջև այդ ասեն, որ չէ, մենք իրար հետ կապ չունենք, մենք իրար հետ խնդիրներ ունենք եւ այլն, բայց թեև վերջի շրջանում այդքան ակնհայտ չէր ասում արդեն այդպես, որտեղ այնքան ակնհայտ է, որ իրենք նույն օրակարգի շրջանակներում են, որ ծիծաղելի է, էլի, ասենք ասել, որ չգիտեք ինչ մենք իրար հետ գործ չունենք, հա։ Եվ պլան մինիմում, որ առնվազն իրենք ուրեմն մտնեն խորհրդարան, չէ՞, այդ էլ կարող լինի։ Մտնում են խորհրդարան, էլի դուրս ագալի, որ միակ ընդդիմությունը հիմնական ռուսական ընդդիմությունն է, ուրեմն Ռուսաստանը ներկա է խորհրդարանում։ Դե ըստ էության, այսինքն Ռուսաստանը փաստորեն որպես պլան մինիմում կարող է եւս մեկ անգամ ներխուժել խորհրդարան, ընդդիմության տեսքով ներկայանալ, հա։ Բայց հիմա շատ ավելի ակնհայտ է լինելու էլի այդ ռուսականությունը, եթե առաջ ասում էինք պրոռուսական, հիմա կարող ենք ասել, քանի որ այդ ամեն ինչը այդքան բացահայտ ու ակնհայտ է, որ փաստորեն ռուսական ուժեր են, էլի, իրենք, եւ կունենանք ռուսական ընդդիմություն այդ դեպքում խորհրդարանում, ինչը իհարկե խնդրահարույց է ընդհանուր առմամբ զարգացման տեսակետից, ժողովրդավարության ինստիտուցիոնալիզացիայի տեսակետից, հա, բայց դե հիմա դա հնարավոր տարբերակ է, բայց հարցն այն է, որ այդ կոնսենսուսը, որի մասին խոսում էինք, կարծում եմ, որ ինքը ձևավորվում է հասարակությունում, որ մենք պետք է պահպանենք մեր սուվերենիտետը, մեր ազատությունները եւ հանրային տրամադրությունները, որ այսպես շոշափում ես անձնական զրույցների ժամանակ կամ որոշակի հարցումներ կան, նույնպես դրանք են ցույց տալիս տարատեսակ, օրինակ ես հանդիպումների եմ մասնակցում մարզերում ներկայացչական ամբողջությամբ երևի չեն, բայց այնուամենայնիվ տարատեսակ շերտեր
այնտեղ արկա են, հա, այդ խմբերում, որոնց հետ օրինակ լինում են հանդիպումներ, խոսում ենք հիմնականում հայ-ադրբեջանական հարաբերություններից, խոսում ենք դեզինֆորմացիոն արշավներից, հա, եւ այլն։ Ու զգացվում է, որ այդ կոնսենսուսը ձևավորվում է, թեև իհարկե էլի այդ միատարությունը չկա, չէ, խոսքը դրա մասին չէ։ Բայց դե ասենք, ախր երբ որ ապացույցներով ցույց ես տալիս, որ սա Ռուսաստանից եկող հարված է, եւ դա թույլատրում է մեզ ու պետքա մենք ուժեղ լինենք։ Եթե դրանից հետո դու ինչ պետք է ասես, էլի, ինչ մոտիվացիա, դու շարքային քաղաքացի ես, սովորական մարդ ես, որ ապրում է Հայաստանում, ուզում ես այդտեղ շարունակել իր կյանքը, ասենք, հա, ապրել եւ այլն, ինչի պետք է ինքը մոտիվացված լինի գնալ եւ չգիտեմ, այնպիսի դիրքորոշում բռնել, որը նպաստելու է մեր երկրի թուլացմանը, ուժեղացնելու է այդ հիբրիդային ռուսական հարձակումները եւ այլն։ Այնպես որ հուսանք իհարկե, որ նորմալ է, այս որ սկսեցինք հա, թե ինչ տեսակի քարոզարշավ է, ինչ տեսակետ ունեմ ես դրա հետ կապված, կարծում եմ որ այնուամենայնիվ բոլոր այդ վայրիվերումները հաշվի առնելով իհարկե եւ այդ ամբողջ այդ աղմուկը տարատեսակ նաև խնդիրները, խնդրահարույց նաև կետերը, ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ այս ամեն ինչը տանում է նրան, որ իմունիտետը հասարակության բավականին բարձրանում է, դիմադրողականությունը ամրապնդվում է եւ այդ կոնսենսուսը հանրային, որ պետք է մենք սուվերենիտետը պահենք, ազատությունները պահենք եւ խաղաղությունը պահենք, այդ կոնսենսուսը ձևավորվում է։ Ուսակայ հավանաբար հենց այս քարոզարշավի նաև հիմնական, այսպես խնդիրներից մեկը կարող է լինել լուծված։ Հա, բայց ամեն դեպքում օրինակ ինձ դուր չի գալիս, որ այնուամենայնիվ այդ կոնսենսուսը կապվում է ԿՊ-ի հետ միայն մեծ հաշվով։ Այսինքն կան ուրիշ ուժեր, որոնք այդ կոնսենսուսի մեջ են, բայց ու ինչ որ հարցերով ընդդիմադիր են ԿՊ-ին, բայց այդ կոնսենսուսը ընդունում են։ Բայց այդ ուժերի շանսերը շատ փոքրանում են այդ ռուսական պատճառով, այսինքն ոնց որ այդ գալիս են իրանք այդ դրսի ռեսուրսներով, բնականաբար դրսի ռեսուրսները այնքան մեծ են, որ արդեն իրանք, այսինքն բավարար չեն, որպեսզի իշխանություն դառնան, բայց բավարար են, որպեսզի մնացած ընդդիմությանը ասած գծերից գցեն, ու դա շատ վատ է լինելու, որտեղ նաև այս ապագա խորհրդարանը, օրինակ, ես վախենում եմ, որ այնտեղ շատ հարցեր, շատ դժվար է լինելու ոնց որ քննարկել, օրինակ ես որպես քաղաքացի, եթե ինչ-որ հարցեր ունենամ եւ ուզենամ այդ հարցերը առաջադրեմ, հա, ու գնամ պատգամավորների հետ խոսեմ, շատ դժվար է դա լինելու, որտեղ դե իշխող քաղաքական ուժը ինքը միշտ չի որ պատրաստ է ինչ-որ այլընտրանքային լուծումներ դիտարկել, իսկ այս ռուսական ուժերը ընդհանրապես, հա, իրենք ասենք իրենց այդ ինչ-որ պրոգրեսիվ թեմաներ քննարկել անիմաստ է։ Ու այն ուժերը, որոնք իրականում արտահայտում են Հայաստանի քաղաքացիների մի մասի կարծիքը, իրենք այնտեղ չեն հայտնվելու, հա, ասենք, հա, ինչ-որ փոքրամասնություն 5%-ի կարծիքն են արտահայտում, բայց պիտի այնտեղ լինեն, բայց իրենք այնտեղ չեն հայտնվելու, որտեղ ինչ-որ մեկը Ռուսաստանից փող է բերել, ու այդ փողի շնորհիվ ինքն է այնտեղ հայտնվելու։ Բայց դե մյուս կողմից ինչ անենք։ Հիմա դրա այլընտրանքը այն էր, որ ես ասում էի, որ պետք է արգելել այդ քաղաքական ուժերը, բայց ինձ թվում է այդ դե կամ ընթացքում պետք է այնպիսի բացահայտումներ անես, որը հիմք լինի, էլի։ Ну, ամեն դեպքում ինձ թվում է այսօրվա դրությամբ դա այնքան էլ լավ չի լինի, որտեղ այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր այդ քաղաքական ուժերի հետ որոշակի հույսեր են կապում ու պատրաստ են քվեարկել։ Ես իհարկե համարում եմ իսկ եթե ուղղակի ապացույցներ լինեն, որ իրենք ուղղակիորեն ֆինանսավորվում են Ռուսաստանից եւ իսկապես վերևից ներքև, այսինքն այդ ընտրակաշարքների, հա, անօրինական, այսպես դե չգիտեմ, այս թվում է մի քիչ տենց կարմիր գծեր անցնելու մի հատ հարց է, որ տեսականորեն ես իհարկե գտնում եմ, որ Ռումինիայում եղավ։ Տեսականորեն ես գտնում եմ, որ հա, նման ուժերին չկարելի թույլ տալ մասնակցել, բայց մյուս կողմից գործնականում ես հասկանում եմ, որ ավելի ճիշտ լինի ոնց որ հիմա իրանց այսպես ասած, ոնց որ թեկուզ դու գիտես, որ այդ հակառակորդը անազնիվ է խաղում, բայց դու գիտես, որ դու ազնիվ խաղալով կարող ես իրան հաղթես։ Գուցե ավելի ճիշտ է դու քո այդ ազնիվ խաղալով իրան հաղթես, հետո ցույց տաս, որ ինքը համել անազնիվ է խաղում։ Քան թե դու հիմա իրան պատժես ու տենց ոնց որ տենց էլ հարց մնա, էլի դու իրան կկարողանայիր հաղթել, թե չէ։ Իմիջիանոց երբ որ իրենք ակտիվ ավելի սկսեցին ինչ որ իրենց դրսևորել իրենց քարոզարշավում, շատ-շատերը, որոնք մինչև այդ չեզոք վերաբերմունք ունեին, որոշները ինչ որտեղ նաև դրական կարող է վերաբերմունք ունենային, ասում են դե մեծենատ է մեկը բան եւ այլն։
Ես տեսնում եմ, որ շատերը իրենց մտադրությունները քվեարկել այդ ուժի կամ ուժերի օգտին փոխել են։ Ասում են, ինչեր են խոսում, այս ինչ թեմաներ են բարձրացնում, ինչ 300,000, ինչ 500,000, 1 միլիոն արդեն։ Այսինքն մի տեսակ շատ ակնհայտ, հա, ապատեղեկատվություններ են տարածում ու շատ անտրամաբանական նաև, էլի, որ մարդկանց մոտ տարակուսանք է դա առաջանում եւ դա ինչ որտեղ փաստորեն դրական բանն է նրա որ իրենք այսպես մասնակցում են կարոզարշավի եւ ցույց են տալիս աբսուրդություն բայց մի հատ այս վերջի օրերին դա արդեն այնքան կարոզարշավ չի բայց ազդում է կարոզարշավի վրա իհարկե մի հատ նոր sense երևույթ հայտնվեց որ առաջ չկար Ռուսաստանից սպառնալիքների այսպես ասած նոր մի հատ այդպես արդեն քրիտիկական զանգված այսինքն առաջ է դրան կային բայց դրանք հիմնականում Սալավյով Սիմոնյան բանատես դեմքեր էին բարձրաձայնում հիմա բայց այդ սպառնալիքները բարձրաձայնում են արդեն պետական պաշտոնյաները հա ամեն օր մի պաշտոնյա մի բան ասում մինչև արդեն ոնց որ նույնիսկ խոսվում է ինչ որ չինեմ Հայաստանում հատուկ ռազմական օպերացիա իհարկե դա պաշտոնյաները չեն պաշտոնյաները հələ որ բայց պաշտոնյաները համեմատում են Ուկրաինայի հետ ու հետո արդեն այդ քարոզիչները այդ համեմատությունը բացում են ասում են կարող է պետք է մի հատ Հայաստանում հատուկ ռազմական օպերացիա անել չնայած դա Սալավյովը վաղուց էր ասում բայց ամեն դեպքում օրինակ հիմա ինչ որ մարդիկ Հայաստանում սկսել են անհանգստանալ այդ թվում օրինակ իմ ռուսաստանցի ընկերները ովքեր տեղափոխվել են այդտեղ ու դες այդքան նորություններին հայերեն լավ չեն կարողանում հետևել ու մի մասը շնայց արդեն սովորել է եւ հետևում է հայերեն արդեն գիտի բայց մի մասն էլ ասենք օրինակ ռուսական ինչ-որ ալիքներից ինչ-որ բաներ են տեսնում ու վախենում են ասում են կարող է իրոք հիմա Ռուսաստանը հարձակվի իհարկե ես չեմ կարծում որ Ռուսաստանը կարող է հարձակվի բայց ամեն դեպքում այդ արդեն ճնշման մի հատ նոր sense ձև է, էլի, որ մինչև վերջերս չկար։ Դե տեսես, կարելի է համատել այդ աբեկչական այդ հոլովակի, հա, հետ բալակլավաներով ասեցին, որ մինիմում կամ շատ հնարավոր է, որ դա հենց ուղղակի տեղեկատվական գրող է։ Այսինքն դա վախ առաջացնելու նպատակ ունի, էլի պարակտում առաջացնելու նպատակ ունի, որ վայ, հա, կարող է, այսինքն որ մարդիկ մտածեն sense մոտավորապես, էլի։ Այսինքն եք տեսնում են, չէ, որ չկան պրոռուսական մեծ զանգվածներ Հայաստանում։ Չկան, էլի։ Հասարակության մեծ մասը եւ հարցումներն են ցույց տալիս եւ էլի նորից տրամադրությունների շոշափումը տարբեր գործիքներով, հա։ Օբյեկտիվ իրականությունը մարդը ինչքան էլ այսինքն քաղաքականապես հասուն չլինի, բայց դե adekvat են, էլի, չէ՞, մարդիկ մեծ մասը վերջի իրանց շահի մասին մտածում են, տեսնում են, չէ՞, որ բան կա, էլի, Ռուսաստանը այս առումով որևէ կերպով այսօր քեզ չի օգնել, չի օգնում, այն մարզավիճակում չի նաև որ դու իր վրա ինչ-որ հույս տնես եւ այլն ու որ ինքը ագրեսիվ քաղաքականություն է վարում ու որ ամեն ինչ խախտում է ու որ անվտանգային խնդիրներ է ստեղծում նաև ուրիշների համար եւ կարող բնականաբար քո համար էլ ստեղծի այդ անվտանգային խնդիրները եւ այստեղ բանը այսինքն այդ Ռուսաստանի այս սպառնալիքները այսօրվա դրությամբ ավելի շատ հա որպես իրանք ինֆորմացիոն ահաբեկչություն են հոգեբանական ճնշում այսինքն երբ որ դու պետական պաշտոնյաները ամեն օր սկսում են խոսել որ Ուկրաինա բան եւ այլն ոյ ասում ես փաստորեն ասեց Ուկրաինա համատեց Ուկրաինայի հետ չնի սրանք նախապատրաստում են ինչ որ մի բան եւ հա վերջո եզրակացությունը որ մարդիկ ասեն հա լավ Ռուսաստանը վատն է, բան չունենք ասելու, մենք մեկը չսիրեցինք Ռուսաստանը, չհամոզեցինք, պրոռուսական ուժերը վատն են, չսիրեցինք իրանց, չհամոզեցինք, բայց եթե մենք ընտրենք այսօրվա իշխանություններին, կստանանք պատերազմ, վայ, կարողա չարժի, կամ չգնանք ընտրությունների, կամ կարողա տենց չգիտեմ, էլի չգնանք չընտրենք, ասենք, իշխանություններին, ԿՊ-ին կամ ինչ-որ այլ արևմտյան ուժերին ու ոնց որ այդ վախից ելնելով մարդը գնա եւ ընտրի կամ չընտրի այնպես ինչպես որ անհրաժեշտ է ռուսների ըստ էության այս սա կարա լինի էլի հիմնական նպատակը ես կարծում եմ իհարկե չբացառելով որ նաեւ չգիտեմ չենք կարող չէ իսպար բացառել այսօր որ որևէ ուժային ինչ-որ բան, ասենք, չի լինի։ Ես բայց կարծում եմ, որ դրա հավանականությունը չափազանց ցածր է այսօր, որովհետև մի քանի պատճառներով նախ
ամենակարևոր բաներից մեկն է նա, օբյեկտիվորեն չունենք սահման Ռուսաստանի հետ։ Բոլոր այն պետությունները, որոնք խնդիր են ունեցել Ռուսաստանի հետ, որի նկատմամբ ռազմական ուժ է կիրառվել, ունեցել են Ռուսաստանի հետ սահման։ Այդպես է թե այդպես չէ։ Նո, բացառությամբ Մոլդովայի, բայց այնտեղ այնուամենայնիվ ներքին խնդիր էր։ Ներքին որին միջամտեց Ռուսաստանը։ Ուղղակի պատերազմական գործողություններ չեն եղել։ Իսկ հենց այդ է կարևոր, որ իրականում մեզ մոտ միակ սցենարը, որտեղ ես տեսնում եմ, որ Ռուսաստանը կարող է միջամտի, դա կլինի, եթե ներսից ինչ-որ բան է, հա, այսինքն ներսից եթե այդ պրոռուսական ուժերը ինչ-որ խժդժություններ հրահրեն եւ այլն, ասեն եկեք մեզ փրկեք եւ այլն, նոր ինչ-որ էդել է շատ քիչ հավանական սցենար, բայց էլի համեմատաբար, այսինքն այդտեղ կարող ես պատկերացնել Ռուսաստանը կարող է փորձի ինչ-որ ուժային գործողություն ձեռնարկել։ Ուրիշ պատճառ էլ ասեմ, Հայաստանը այնուամենայնիվ էլի ՆԱՏՕ չի գնում, չի հայտարարել, այդ ամենամեծ տրիգերն է էլի Ռուսաստանի համար։ Չէ, չկա տենց բան։ Երկրորդ Հայաստանը վաղը չի, որ Եվրամիություն է մտնելու, թեկուզ ասենք իբր նրանք ասում են, որ Եվրամիություն անդամ դառնալը մեզ համար խնդիր չէ, ինչ միության անդամ ուզում եք դառնեք, չէ՞ ընդհանրապես։ Եվ պլյուս դրան, ինչքան էլ հիմա քննադատում են իրենք Հայաստանին, որ ինքը պլատֆորմա տվել, հնարավորություն է տվել, օրինակ Զելենսկուն, որ հակառուսական ինքը հայտարարություններ անի, Ռուսաստանին թիրախավորի, չէ՞։ Բայց ախր իրենք տեսնում են էլի իրականության մեջ, որ ինքը հենց Հայաստանը նման հռետորաբանություն չի կիրառում Ռուսաստանի այն նկատմամբ եւ այնպես չէ էլի, որ ասում է, եկեք իմ միջոցով Ռուսաստանին հարվածեք, չկա նման բան։ Ուղղակի Հայաստանը մաքսիմում ասում է, կներեք էլի, ես տեսնում եմ, որ ձեր կողմից հարձակում կա։ Կլինի չէ, որ ես մի քիչ պաշտպանվեմ էլի ձեր այդ հարձակումից։ Ու գիտեք, եվրոպացիները կարան աջակցեն մեզ, էլի, կլինի չէ, որ ես տենց դիմեմ իրենք իմ ներքին գործն է, էլի վերջի վերջո, չէ, սուվերեն պետություն եմ, էլի ես։ Ընդհանրապես որպես սուվերեն պետություն ուզում եմ պաշտպանվեմ հարձակումներից։ Տեսնում եմ, որ կա հիբրիդային հարձակում, պաշտպանվում եմ Այո։ Համապատասխան ձևով։ Մի խոսքով ինձ թվում է կարող ենք ամփոփել, որ այնուամենայնիվ Ռուսաստանի հարձակումը առնվազն տեսանելի ապագայում կմնա հիբրիդային եւ ինչ որ հատուկ ռազմական օպերացիայից ելի վախենալ պետք չի։ Եվ նաեւ կարծում եմ, որ ընտրություններից հետո այնուամենայնիվ նաեւ հայ-ռուսական հարաբերությունները կկարգավորեն, սա ուղղակի մարտավարություն է, որպեսզի իրենց դաշնակիցներին օգնեն, ներկա կառավարության կողմնակիցներին մի քիչ վախեցնեն, բայց եւ շատ փորձագետներ են դա ասում եւ իմ կարծիքով ընտրություններից հետո էլի Ռուսաստանը կաշխատի այն կառավարության հետ, որը Հայաստանում կձևավորվի, իհարկե նույն վերադարձ դեպի անցյալ չի լինի, բայց ամեն դեպքում նաեւ այս ամենասուր հարցերը ինչ որ չափով ինձ թվում է կկարգավորվեն, բայց նաեւ Հայաստանի ինձ թվում է այդ վեկտորը, որը ընտրվել է, դա կշարունակվի եւ իհարկե այդ հարցերը էլի ապագայում ինչ որ պահի նորից կծագեն։ Մի խոսքով լավ, երևի հիմա սրանով ավարտենք, եթե ինչ որ բան ունես ավելացնելու։ Այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ չի բացառվում, որ Ռուսաստանը օրինակ գնա այն ուղղությամբ, որ չճանաչի նաև ընտրությունների արդյունքները կամ առնվազն ուղղակի չլինի, որ ասի չեմ ճանաչում, բայց ոնց որ հայտարարություններ անի կամ որոշակի վարկ դրսևորի, որով ոնց որ իր կողմից հարցականի տակ կդրվի ընտրությունների լեգիտիմությունը, ու դա հետագայում ոնց որ կօգտագործվի տարատեսակ էլի ճնշումներ բանեցնելու առումով, բայց համաձայն եմ, որ կվերաֆորմատավորվեն հարաբերությունները, կասեն լավ, դե հիմա էսա իրավիճակը։ Այսինքն էլի շարունակում ենք այս ճանապարհով գնալ, բայց մենք արդեն ձեզ դիտարկում ենք որպես այնուամենայնիվ պետություն, որը գնում է դեպի եվրոպական ճանապարհով, հա, կփորձենք այնց անել, որ դուք հանկարծ չդառնաք արևմուտքի գործիքը մեզ հարվածելու առումով, թեև արդեն դառել եք, դա ասելու են, բայց ոնց որ նաև հասկացնել են տալու, որ մենք հա հասկանում ենք, որ ձեր կողմից մեզ սպառնալիք ուղղակիորեն չկա, հա, ոնց որ այդ բանը կա։ Դե այդպես Հունգարիայի նոր վարչապետին էլ օրինակ չշնորհավորեցին, բայց ոչինչ, ըստ ումա Հունգարիան հա, էլի մոտավորապես այդպես, ահա, կամ այսօր հիմա տեսնենք Մոլդովայի հետ հարաբերությունները ինչպիսին են։ Այո։ Իհարկե այստեղ տարբերությունը կա այն, որ մենք այնուամենայնիվ Մոլդովան տնտեսապես Ռուսաստանից ահագին աղքնկախ է, ինքը կախվածություն չունի այս պայծրությամբ, Հայաստանը դեռևս ունի։ Երևի զարգացումը կտանի նրան, որ աշճանաբար այդ կախվածությունը կթուլանա մեր մոտ Ռուսաստանից
Եվ դե Հայաստանը բնականաբար այդ պարագայում շատ ավելի լայն հնարավորություններ կունենա ավելի անկախ քաղաքականություն վարելու, ավելի սերտացնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ եւ այլ նաեւ երկրների հետ։ Կտեսնենք, այդ ոնց որ մոտավոր ապագայի բան է, ես այնուամենայնիվ, չգիտեմ, օպտիմիստական, հա, տրամադրություններ ունեմ, թեև այս բոլոր սպառնալիքները իհարկե պետքա լուրջ ընդունել, այնպես չէ, որ չի կարելի, ասենք, թերագնահատել, հա։ Չէ, չենք թերագնահատի, բայց ինձ թվում է այս մի քանի շաբաթը ինչև ընտրությունները դիմանանք, մեր նյարդային համակարգերը փորձենք պահել հնարավորինս։ Հա, դա էլ է կարևոր։ Պրովոկացիաների չտրվենք եւ հետո ընտրություններից հետո ամեն դեպքում հույս ունեմ, տես հանգիստ շունչ կքաշենք։